ունեմ լավ թիմ, ունեմ լավ ծրագիր, բոլոր ոլորտներից կախված, հարկավոր է ճիշտ կազմակերպել, գումարը ճիշտ նպատակային, մարդիկ համ արդյունքը զգան, համ մնացածը կարող է իրենց ընտանիքի բարեկեցիկ կյանքով պահել։ Ժողովուրդ ջան, սա իրենց ծրագիրը, ես ձեզ պարզ ասեմ, քանդում է պետությունը։ Եթե ասենք թե այսօր, այսքան հողեր ունենք, 480,000 հեկտար հող ունենք, անասնապահությունը վերացել է, մշակելը վերացել է, ընդհանուր մշակումը 40,000, այսինքն որտեղ ոնց կարելի է, այդքան հող ունեցողը գյուղնախարարությունը փակի, ասենք, ոնց կարելի է, գյուղնախարարությունը փակել նշանակում է գյուղացին ոչ մի բան չունենալու, հիմա ոնց որ չունի, պատի տակ նստած, տրամադրություն չկա, գործ չկա, ոչ սերմ կա, ոչ փող կա, ոչ մշակելու համար, ոչ վարելու համար, ոչ ցանելու համար, ոչ էլ բերք ընդունելու համար։ Նույնը կամ 5 նախարարություն միացրել են, արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, թող մեկը ինձ բացատրի, մի հատ եթե գործան ես աշխատացնում, գործանի դիրեկտոր ունի տեղակալ, ունի ցեխի վարիչներ, որ կարողանա, ոնց կարա մի նախարարը 5 նախարարություն ղեկավարի, կամ ասենք տեսօր կրթությունը ժողովուրդ ջան, մեր երեխաները նորմալ սովորում էին 10 տարի, զոհական միության կրթական ծրագրով, ամբողջ աշխարհում ամենալավ ծրագիր, սարքել են Բոլոնիայի ծրագիր, 12 տարի, հիմա եթե մանկավարժ կա, ուսանողներ կան, թող ասեն, 2 տարի ինչն են ավելացել, գիտելիքն են ավելացել, անենց գրքեր են տպում, որ մարդիկ չեն ուզում կարդան, խեք փող է, կրթական դասագրքերը, ինչի համար, ինչ են ուզում ասեն, ես չեմ հասկանում, ժողովուրդ ջան, մեկ էլ հիմնական խնդիրը, մենք անգամ չենք մտածել, որ կարող է գանես մի ժամանակ, որ մեր իշխանության ներկայացները, որ ժողովուրդը վստահում է, հավատում է, սպասում է, որ Արարատին ռիսկ չանեն նայեն, Արարատ մեր սարին, որ ցեղասպանությունից չխոսեն, Ղարաբաղից չխոսեն, որը դա լավ նշան չի ժողովուրդ։ Ես ասել եմ, ոնց որ սկզբից եկել էի, ես էլ ձեր հետ եմ այդ հեղափոխությանը մասնակցել, որ ամբողջ հրապարակը մի ամիս չէր դատարկվում։ Գնացել եմ հրապարակ, ասել եմ ժողովուրդ ջան, իրոք փոփոխություն էր պետք, ժողովուրդը ուզում էր, որ փոխվի, հեղափոխությունը արդեն հոգնել էին։ Ասել եմ ում եք ուզում, ասել են Նիկոլ Փաշինյանին, իմ պատգամավորներով մենք համաձայնություն ենք տվել, լսելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, դուք էլ կաք, հիմա միացնեք նայեք, այն ժամանակ ինչեր էր ասում, իսկ հիմա այդ ասածներից ժողովուրդ ջան, ոչ մի բան չի կատարվել, եթե մի բան կատարվել է, ասեք, ասեմ, այո, կատարվել է, ասում են դպրոց են կառուցել եք, 8 տարում 8 միլիարդ ծախսել եք, 59 դպրոց են կառուցել, 59-ից 26-ը միայն կառուցած է եղել, այդ մնացածը, որ կառուցել են, լավ են արել, դպրոց պետք է կառուցել, բայց այսօր այն վիճակն է, 230 այսօր փակվում է, այսինքն ժողովուրդը բացակայում է, պետք է նայես քո երկրի ժողովրդին, մատից փուշանես, հնարություն տաս, մենք այսօր լավ օրի չենք, առաջ ասում էին, Արցախը Հայաստանա վերջ, ասում են մենք եկել ենք Արցախը հանձնելու, մենք բացառված այդպիսի բան անենք, ինչ ստորագրեմ, իմ ժողովուրդը տեղյակ պետք է լինի, առանց ժողովրդի ես չեմ ստորագրում, ճիշտ եմ ասում, թե ոչ։ Իսկ հիմա ասում է Արցախը Ադրբեջանա վերջ, Արցախ մենք չենք ունեցել, սենց շարունակվում է ժողովուրդ ջան, կար ժամանակում նույնը ասելու են, Երևանը ոնց որ Ալիև ասեց, Երևան չեղե, Երևան ա եղել, նույն էլ 3 ամիս հետո ասել են ժողովուրդ ջան, Երևան չեղե, Երևան ա եղել, այսօր ես դա Ադրբեջանը, կոչվոր ցեղերի պետություն անուր 100 տարինակ պետություն եմ, բայց մենք 1000 տարիների պատմություն ենք ժողովուրդ ջան, ամենակարևորը ձեզ ուզում ասել, որոշողը դուք եք, հիմա մարդիկ վախում են գան, կնայեն, գործից կանեն, ակտը գրեն, աղբորը, հորը, ես ես բան չունեմ ասելու, կարևորը բայց պետք է մասնակցեք, մեկ ասեք ում եք ընտրելու, գնացեք ձեր հոգու խղճ ձեր երեխայի ապագայի համար, ձեր հայրենիքի համար, ձեր ձայնը տվեք, ում կհավատաք, ում կվստահեք, ով արած գործ ունի, ով խոսքը միշտ գործադարձ է, ես ես շատ հարգում եմ, անկախ ամեն ինչից, ձայնել տակ, ես ձեր ծառուկան եմ, ձայնել չտակ, ձերքից շնորհակալ եմ, ես ես իմ երկիրնային ժողովուրդն են, ինչ կա ես անում եմ, պատրաստ եմ կարևոր արած գործնա, որ մնայուն, մնա ձեռագիր տուղես, որտեղ գնում եմ արած բան ունեմ,
ով դիմել է արել եմ, օգնել եմ, իրականը ճիշտը դա, դատարկ խոսալը չի, դատարկ սուտ խոսալով ոչ երկիր կպայես, ոչ էլ ժողովուրդ կկերակրես, որոշողը դուք եք ձեր ցավը տանեմ, ամսի 7-ին գնում եք, մենակ մասնակցեք, մի ասեք ոչ մեկին ում եք ընտրելու, որ վախում եք, իրոք սենց վախ երբեք չի եղել, կանչելով հիմա կան, նկարում են ով եք կավ կողքից, կանչեն, խեյր գնացել, լավ է յարեք գնացել է ես, ոչ մեկին է չեմ ընտրելու, գնա անդեք կամ կարծեն ասած ձեզ եմ ընտրելու, նոր գնդության գնացեք, ձեր հոգու խճարաչում կցանկանաք ձեր զայնել տվեք, գետակ կպանջեք, ինչ ասում եմ, մի բան էլ ավել անելու եմ, հետևողական եմ լինելու, ոչ թե ծանոթ բարեկամով եմ շարժվելու, իմ հետ քայլողներ, հալյարժեք մարդ, կապ չունի կուսակցական պատկանելությունը, ով գիտելիք ունի, ով փորձ ունի, ով մարդու մասին մտածել գիտի, արած գործ ունի, նա կողքը պետք է կայնենք, նրան էլ ծանությունը պետք է հասնենք, պատասխանատվությունը, որ ժողովուրդը դասգա, օրեկան այդ փոփոխություններ, անհնարի ոչինչ չկա ժողովուրդ, հարկավոր է կազմակերպել, հարկավոր է գործից հասկանալ, արած գործ ունենա, որ դրա արդյունքը դուք զգաք։ Եթե մարդը կյանքում 50 տարի բան չարել, մենակ ասենք, դաժե քարի չեն դրել, ու այսօր մեծ խոսալով, դատարկ խոսալով, միայն մարդկանց վրա ցեխ շպրտեն, շանտաժանեն, ժողովուրդը հոգնել է, այդ հայոյանքի ցեխ շպրտելուց ժողովրդին չի հետաքրում, ժողովրդին հետաքրում է իր տունը, իր երեխեն, իր վարկերը փակում, իր երեխու սնունդը հացնի, իր ծնողին կարողանա պահի, ձեր ցավը տան, ժողովուրդը պետք է իր վրա զգա, մեղավորը դուք եք ժողովուրդ, դուք որոշում կայացեք, 50%-ը չի մասնակցում, ինչի համար չեք մասնակցում, ձեզ չեն ասում գնացեք հեղափոխություն արեք, այլ գնա քուցայինը տրված է, քունդրությունը կատարի, քուցավը տանեն, գնա քուցայինը տունան, ում դու հավատում ես, ում վստահում ես, ում նայելով նա կարանի արած բան ունի, եթե մարդը կյանքում, մինչև իշխանության գալը, քարին չի դրել, $100, 100 ռուբլի չի աշխատել, նա ոնց կարա կառավարի, ժողովուրդը պետությունը փորձադաշ չի, դրա համար այսօրին հասանք մենք, Ժորժան, այսքան կործեցինք, հողերել կործեցինք, զոհել տվեցինք, տարածքներ կործեցինք, եւ այդեն շարունակվելու է ժողովուրդ, հավատացեք, հասկացեք, ժամանակը ցույց կա։ Ես ձեզից ավել բան չեմ ասում։ Որոշողը դուք եք, ապրողը դուք եք, ձեր ցավը տանեմ։ Ոնց որոշեք, այնպես էլ արեք։ Իմացեք, որ ես այդ ծառուկ կանեմ, ցանկացած հարցով պատրաստ եմ օգտակար լինելու, պիտանի լինելու։ Հարցեր ունեք։ Շնորհակալ եմ